Մինչև հուլիսի 19-ը կատարեք գնումներ իդեալ համակարգի խանութներից եւ ամեն շաբաթ ստացեք հնարավորություն շահելու 500,000 դրամ արժողությամբ ճամփորդական ուղղագիր դեպի Կարմիր ծով, Իտալիա, Իսպանիա կամ ձեր նախընտրած ուղղությամբ։ Դե իհարկե մենք ներսում էլ այդ քննարկում ունեցել ենք, որ հիմա շատ լավ առիթ է, որպեսզի մենք մեր բարեփոխումների ամբողջ փաթեթը պայմանական ասած ռեստարտի ենթարկենք, որտեղ տեսնենք այնտեղ, որտեղ մեր առաջընթացները կամ դանդաղել են կամ լճացում է տեղի ունենում կամ ինչ որ հետընթացներ ունենք, մենք պետք է կետ-կետ անդրադառնանք, որպեսզի մեր ժողովրդավարական բարեփոխումների եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների բաց թողնվածը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պայքարով հակակոռուպցիոն քաղաքականությունը հիմա պետք է դառնա առավել սկզբունքային։ Ինչու հիմա, որովհետեւ մենք նաեւ պետական կառավարման հատվածում շատ լուրջ բարեփոխումներ ենք իրականացնում եւ ինչ այլոց շատ կարեւոր արձանագրել, որ այդ բարեփոխումների հայեցակարգ այդ թվում ընդունվել է հանրության կողմից, որտեղ մենք կարողացանք հանրությանը ցույց տալ պատճառահետևանքային կապերը։ Ինչպես մենք պետական կառավարման համակարգի աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելով կարող ենք շատ կոնկրետ օգուտներ բերել քաղաքացիներին, որ կարող է արտահայտվել առողջության ապահովագրության համակարգով, որ կարող է արտահայտվել թոշակների բարձրացման համակարգով, որը կարող է արտահայտվել անապահովության գնահատման նոր համակարգով, դպրոցաշինությամբ եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ մենք իհարկե հիմա առավել եւս հակակոռուպցիոն մեր քաղաքականությունները պետք է մի հատ ռեստարտի ենթարկենք, թարմացնենք։ Մենք իմիջայլոց այդտեղ մենք հիմա պետք է լուծենք տեղական ինքնակառավարման ոլորտում մենք այդ խնդիրը պետք է լուծենք, որովհետեւ մենք մեզ խաբում ենք եւ պետքա եթե թիմերը ինչ-ինչ պատճառով չեն համարձակվում այդ որոշումները կայացնել, ելի նորից պետքա դնել կատարողականի հիման վրա վարձատրության համակարգերա պետք ներդնել, կառավարությունը պետքա դա անի։ Այսինքն չգիտեմ, օրենքով մենք դնենք բանաձևը, մենք վերցնենք մեր վրա, որտեվ իրանք չեն անելու, որտեվ այնտեղ քաղաքական չգիտեմ, ավելի այսինքն մենք թիմերին ասում ենք, քաջալերում ենք, ասում ենք ավականիներով ընդունվում են, բայց այնտեղ չեն կարողանում բարդույթները հաղթահարեն։ Չնայած ինչ կա բարդույթի ես դժվար եմ հասկանում, բայց մեկը չեն կարողանում հաղթահարել։ Մենք պետք է օրենքով բանաձևը դնենք, ասենք սենց է սրանից հետո կատարողականի գնահատման համակարգում, ընդ որում դա պետք է անել անհետաձգելիորեն։ Այսինքն մենք պետք է աշխատենք նենց, որ 27 թվականի հունվարի 1-ից այդ կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատի։ Դնենք մոտավորապես մոտարկված համակարգը թիմի համար է նույն ձևով ընդունենք, անցնենք առաջ։